Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, ես նախ ընթերցեմ մի նյութ, շատ հետաքրքիր նյութ եւ սրա շրջանակներում շարունակենք մեր խոսակցությունը, որովհետեւ առհասարակ Սալավիովի խոսույթը շատ մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ դրա սահմաններից դուրս եւ մեր հայերի ձեռամ դա շատ լավ է, ու թող մի հատ մռութին ուտի, որպեսզի հասկանա ինչն ինչոց է, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչում շատ լուր է մնում ռուսամետ ընդդիմությունը, ոչ թե ռուսամետ, ես կասեի ռուսաճորտ ընդդիմությունը, որովհետեւ այլ բան է, երբ որ դու ռուսական ազդեցության քաղաքական գործիչ ես, այսինքն քո քաղաքականությունը դասավորում ես այնպես, որ պետքա բոլորից ավելի մտերիմ լինել Ռուսաստանի հետ, այլ բան է, երբ որ դու քաղաքական գործիչ ես եւ քո կուսակցությունը ավելի համարում է, որ պետքա լինել արևմտամետ կամ եվրոպամետ, ամերիկամետ, չգիտեմ, չինաստանամետ, իրանամետ եւ այլ բան է, երբ որ քո պետությանը այդ քո պատկերացրած երազանքների ուժեղ տղեն, ով ըստ էության պիտի լիներ քո պաշտպանը, քո թիկունքը, քո գործընկերը առնվազն գոնե բանա սպառնալիքա հնչեցնում եւ դու շարունակում ես որոշակիորեն նրան արդարացնել։ Սա մեր ազգային խայտառակությունն է, որովհետեւ Սալավիովը իր միտքը այդքան գնահատելի չի, որքան սրանց պահվածքը։ Եվ նա իր միտքը դասավորել է հենց ունենալով սրանց, շատ լավ իմանալով, որ ունի Սամվել Կարապետյաններ, ունի, չգիտեմ, Արշակ Կարապետյաններ, ունի Դոմպիպոներ, Արա Աբրահամյաններ, վերջո Սերժ Սարգսյաններ իր Շարմազանովներով ու Աշոտյաններով, ունի Քոչարյաններ իր դաշնակցական ընդհանրական կառույցով, որը որ արդեն 80-ական թվականներից ամբողջովին ռուսական KGB-ի տիրույթում էր իր բյուրոյով եւ այլն, հա, եւ այսպես շարունակ։ Եվ ունի Հայաստանում ռուսամետ այնպիսի լրագրողական համայնք, ովքեր կարող են իրենց ցանկացած թույլ տված արտահայտություն ինչ որ կերպով կամ լրացնել, խեղդել, որպեսզի հասարակությունը դրա ողջ լրջությունը չընկալի, կամ փորձել աղավաղել, սվաղել եւ թուլացնել այդ տեմպերը։ Եվ վերջը ինչու է սա ասում այդ անձնավորությունը։ Բնականաբար կան լուրջ դրա համար նախապայմաններ, այնուամենայնիվ ամեն ինչը հերթով, կարգով, շարքով, ինչպես ասում են։ Հիմա անդրադառնանք մեր ընդդիմության ընդհանրական իրավիճակին, հա։ Հետո մի երկու բան կկարդանք։ Հայաստանի դեմ տարբեր ֆրոնտներից սանձազերծված հիբրիդային պատերազմի համազարկը գաղտնիք չէ, վաղուց է հնչել։ Դեռ 18-ի Թավշյա հեղափոխությունից հետո եւ ավելի ագրեսիվ դրսեւորումներ ունենալու, հատկապես առաջիկա 6 ամիսների ընթացքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ պատերազմի, անկախության եւ ինքնիշխանության պահպանման եւ միութենական պետության կազմ մտցվելու դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման եւ քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձի միջև։ Կարճ ասած, որոշելով, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն են լինելու իրենց կյանքի հետագա 5 տարիների կառավարիչները, օրերս էլ հնչեց հերթական կրակոցը դաշնակից երկրի ռազմաճակատից։ Իդեմս այդ երկրի պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովի այս սուբյեկտի դեպ ինքնինքը հռչակել է ահաբեկիչ։ Վերջինս Հայաստանի Հանրապետության նկատմամբ տեղեկատվա ահաբեկչական հերթական գրոհի շրջանակներում ազդարարել է։ Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով, մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի մեզ համար, մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում, եւ մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները։ Խաղերն ավարտված են թքած միջազգային օրենքների եւ իրավունքների վրա, իրական ահաբեկչական կառույցի է վերածվում ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում։ Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան, որոնք են մեր ազդեցության գոտիները ազգային։ Դա ուրա ձեզ ազգ։ Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան, որոնք են մեր ազդեցության գոտիները եւ ամեն ինչ հասկանալի կլինի։ Դուք արդեն ազդեցության գոտիներ չունեք, ասեմ ձեզ, դուք անգամ Ռուսաստանում եք կորցրել, Ռուսաստանի ներսում ձեր ազդեցությունը եւ այնտեղ արդեն շատ լուրջ խլրտոցներ են գնում իմիջայլոց։ Ռուս պրոպագանդիստի այս իմիջայլոցը գիտեք ինչն է հետաքրքիր, ժողովուրդ ջան։ Տեսնում են, որ արտաքին դիվան ճակատներում պարտվում են
եւ իրենց իսկ հայտարարած թշնամիներից ամենատարբեր մայրցամաքներում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, որտեղ իմիջիայլոց շատ ամուր էր իրենց դիրքերը, Միջին Ասիայում, արաբական երկրներում պարտվում են, հիմա այս թշնամիներին թողելու են ընկնեն բարեկամների ջանին, որ բա իրենց ժողովրդին պիտի մի բանով սնեն, թե չէ, պիտի սնուցեն, ինչի համար այսքան վատ ամեն ինչ, եթե մենք ուժեղ ենք, օրինակ, պիտի հետագայում ասեն, դե գիտեք, մենք մի հատ որոշեցինք մեր ազդեցության գոտին վերականգնել, ինչ ազդեցության գոտի, որ ազդեցության գոտին, որը որ ծախել եք սրա նրան, որը կառումպացրելու, գիտեք, Ռուսաստանը սենց պայթելու է, այսպես թե այնպես պայթելու է, առավել ևս այս տանկերների գրավումները եւ այլն, ուղիղ է ազդելու ռազմաճակատի վրա ուկրաինական, եւ այս իրավիճակում, այո, երբ որ Գազանը սենց անկյուն է մտնում, էլ արդեն բան չի մնում անելու, քան ինչ-որ ով անգամ իրեն կերակրողին կծի, որպեսզի մի բան քամի, արուն է պետք։ Ռուս պրոպագանդիստի այս հայտարարությունն ուշագրավ է մասնավորապես հայաստանյան ընդդիմադիր ուժերի կողմից դրան ուղղված արձագանքների տեսանկյունից։ Չնայած մյուս կողմից ես գիտեք զարմանում եմ ժողովուրդ ջան, թե ինչու մարդիկ կան, որ զարմանում են։ Ես զարմանում եմ, թե ինչու են մարդիկ զարմանում, որ չէ՞ որ Ռուսաստանը այդեն երկիրն է, ով աշխտելիս առաջ հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Ով իր ողջ վերջին տարիների, մինչև 20 թվականը վերջին տարիների գործունեությունը երկակի խաղ էր խաղացել, մեզ ժպտալու ու ասելով, որ ամեն ինչ նորմալ է, իսկ իրականում Թուրքիայի հետ ուղիղ գործունեություն էին ծավալել թակուն, ինչի արդյունքում մեծ պրոյեկտ էին գծել, ինչի արդյունքում Հարավային Կովկասում իրականացրեցին ինչպես Շոյգուն էր խոստովանում հետո հիանալի օպերացիա, եւ այնտեղ տեղակայվեց նաեւ ռուս-թուրքական համատեղ բազա, որը հետագայում կդառնա ամբողջովին թուրքական, եթե արդեն չի դարձել։ Եվ եթե դրանից հետո մեր ընդդիմությունը դեռևս շարունակում էր ուղիղ ռուսական թեզերը այստեղ կրկնել ու ոչ մի պատժի չարժանանալ, բնական է, որ սա էլ պիտի այսպեսի բան խոսա։ Ռուսական սայլին լծված ընդդիմադիր ուժերը, որոնք կայծակնային արագությամբ արձագանքում են հակին ազում կամ ադրբեջանական քարոզչական ընդհանուր ճկկալասի ռեսուրսներում ՀՀ-ի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված ցանկացած ռելիզի ու կոլեկտիվ հիմունքներով գերկազմակերպված գեներացնում հակահայկական քարոզչության ցանկացած բառ ու հնչյուն լռություն է պահում։ Չենք տեսնում նույն էնտուզիազմը, որը կցուցաբերվեր ՀՀ ինքնիշխանության ու անկախության վրա ոտքերը սրբած ՀՀ-ն ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող սուբյեկտ համարող Սոլովյովին ուղարկելու համապատասխան վայր, միաժամանակ Կրեմլի սոխակին պատվելով համարժեք կոմպլիմենտներով։ Լուր են, օրինակ 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից առաջ Սալավյովի տաղավար շտապած կռիմնաշ աղաղակած կադրային չեկիստ Արտուր Վանեցյանը, ով իմիջիայլոց բանի աչն էր համբուրում Սալավյովի, իսկապես աչամբյուր էր գնաց, ափսոս ֆոտոն հիմա մոտս չի։ Կներեք, ուր հասանք։ Արտուր Վանեցյանը գրեթե 2 շաբաթը մեկ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Կոպիրկինին իր տանը հյուրընկալող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը Սալավյովին Հայաստանի Հանրապետության ուղղությամբ գեղգեղալու հրահանգած իջեցրած Վլադիմիր Պուտինի հետ քիմիական կապով կապված Ռոբերտ Քոչարյանն ու նրա կանտորայի ներկայացուցիչները ռուս պրոպագանդիստի վզից 13-ին պատվո շքանշան կախտված Սերժ Սարգսյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լղոզված Facebook-յան ստատուսը հաշիվ չի, հեսա կարդանք։ Եվ մյուս ընդդիմադիր խուրդա խառախուռա ուժերը։ Նրանց լռության պատճառը երկու բանի մասին կարող է վկայել. համարձակության բացակայության եւ համաձայնության։ Համարձակության բացակայության, քանի որ, այսպես ասած, դուրնոյ տոնի նշան է, երբ լակեիները հակաճառում են իրենց տերերին, թրջում խախտելով հնազանդության ու գլուխ տալու ուխտը, համաձայնության, քանի որ հայտնի է, որ ՀՀ-ի կայունության դեմ ուղղված ցանկացած գործընթաց
էսկալացիայի, ռազմական ագրեսիայի կամ պատերազմի տեսքով բխել եւ բխում է ընդդիմության շահերից, երկրում իշխանությունը զավթելու առումով։ Նման ակտերի հանրությունը քանից է ականատես եղել։ Մասնավորապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 23 թվականին Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափումից հետո, երբ ռևանշիստական ռեժիմը փորձում էր ամեն գնով փողոցային անկարգությունների միջոցով վերցնել իշխանությունը, պատերազմն ու հետպատերազմական անկայունությունը դիտարկելով միակ ելք ու հնարավորություն իր իդեա ֆիքսը գլուխ բերելու համար։ Իզուր չէ, որ նախկին իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ-ականներից մեկը ժամանակ առաջ անկեղծացել էր, թե իշխանափոխություն իրականացնելու համար մեզ 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի կրկնությունն է հարկավոր։ Պատկերացնում եք, այսպիսի արտահայտություն է հնչել, եւ 44-օրյայի տեսեք, շատ զովասների ծնողներ նրանց ականջը լցնում են ամեն տեսակ բթամիտ բաներով, այս մարդիկ էլ ազդեցության տակ, խնդրեմ, այսպիսի բաներ են ասել, դուք հիմա ոնց եք վերաբերվում, ոնց եք կարողանում դրանց ասացները լուրջ ընդունել, դրանց ասացները, չգիտեմ, դնել քննարկման ենթակա դարձնել, բավական չի մի բան էլ սատարել դրանց։ Ասել կուզի ընդդիմությունը փափագում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր պարտություն, պարտության փլատակների վրա հառնելու հույսով։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման պատերազմի ռիսկերի զրոյին մոտ դառնալու ֆոնին, ահա Սալավյովի ասած հատուկ ռազմական օպերացիայի իրականացումը հույսի վերահաս աղբյուր է իշխանափոխություն իրականացնելու զրոյացած հույսով ընդդիմության համար։ Արդեն պետք է անի խելացի ու հեռատես ռուսահպատակ քաղաքական խմբակը։ Այո, իր հուսատու Սալավյովին բշտել, խրտնեցնելու, վերջինիս բերանը սեփական երկրի պաշտպանության դիրքերից արած հայտարարություններով ծեփելու փոխարեն իրեն ռետինե խողովակի տեղ դնի։ Փայփայելով, սնուցելով ու գեներացնելով հուսատուի տված հույսը, թե մարդ ես մեկ էլ տեսար Պուտինը որոշեց անսալ իր պրոպագանդիստի հորդորին ու գնաց արկածախնդրության, ոտնձգելով ՀՀ ինքնիշխանության ու անկախության դեմ, ուկրաինացնելով Հայաստանը։ Իրենք պետք է շունչները պահած սպասեն իրավիճակի նման զարգացմանը, պատրաստ լինելով զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը, ռուսական ազդեցության գոտում նամեստնիկ կարգվելու դիմաց։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ռուսական ագիտպրոպի ու տեղական ընդդիմության տարիներ ձգվող ու այլևս վտանգավոր դարձած սիմբիոզի մասին, վտանգավոր Հայաստանի ու իրենց ընտրելու իրավունքը 18 ապրիլից վերականգնած ՀՀ գիտակից քաղաքացիների համար։ Ես աչքովս ընկավ Արթուր Հովհաննիսյանի բանը ազգային ժողովում ԿՊ խմբակցության քարտուղար հարցազրույցը եւ հասկացա, որ նոր նստաշրջանում բավականին մեծ ծավալով գործ ունեն անելու, օրենքներ ընդունելու տեսանկյունից, ես չգիտեմ, դա շատ լավ է, այն թեմաները ինչի շրջանակներում, որ պիտի այդ մեխանիզմները ստեղծվեն, այնուամենայնիվ, ինչու եք այսքան ուշացնում։ Ինչու ուշացրեցիք այսքան։ Հանրությանը տերորի են, ինֆոտերորի են ենթարկում 5-րդ տարին է։ Ինչի համար եք դա անում այդպես։ Ինչի միայն հիմա։ Ես հասկանում եմ, հիմա կասեք դե այնքան աշխատանք կար անելու, որ պետք է նախ եւ առաջ են, հասկանում եմ, բայց մյուս կողմից կներեք, ես նկատել եմ մոտ 1.5-2 տարի պասիվություն։ Գոնե հանրային շփումներում։ Ես չեմ ուզում ձեզ, իհարկե համեմատաբար դաշնակների ու հանրապետականների դա այդպես չի եղել, դուք եք հենց հիմնականում շփվել, բայց այնուամենայնիվ ինչու պիտի ես նրանց հետ համեմատեմ, նրանք ով են։ Ես ուզում եմ համեմատել այսօրվանն ու վաղվանը, ես արդեն չեմ ուզում համեմատել այսօրվանն ու երեկվանը։ Եվ իհարկե 26 թվականին դարձյալ այսօրվա երեկվա վաղվա մասին խոսակցությունա լինելու, իսկ երեկը ո՞րն է եղել։ Թույլտվությունը, թողտվությունը, որ նման տերորիստական հակումներ ունեցող հակապետական ներկայացուցիչները անընդհատ գան ու նույնս լուրջ դեմքով մասնակցեն ընտրություններին ու նույնս քարոզարշավ անեն։ Չէ, հասկանում ենք մարդու իրավունքներ, հասկանում ենք, չգիտեմ, կուսակցական չգիտես ինչ էր, բայց կներեք դրա թույլտվությունն ով է տվել։ Մարդիկ նստում առավոտից երեկո քաղաքացիներին ընտանիք, երեխա, կին, հեր, մեր, ինչ ասես, հայհոյում են, հետո լուրջ դեմքով գալիս ասում են մենք քաղաքական գործը չենք, հեսա գնում ենք պատգամավոր դառնանք։ Լուրջ եք խոսում։ Ու մյուս կողմից էլ պետությունը պիտի այս իրավունքի հանդեպ տենց լուրջ վերաբերվի։
Բայ մտնենք առողջ քննարկման դաշտ։ 5 տարի առողջ քննարկման դաշտ եք մտնում։ Տեսել եք դրանցից մեկը մտնի առողջ քննարկման դաշտ։ Հենա մեկն էլ կա հացադուլա հայտարարել։ Եկա սովված մնաս ատկես, գիտես ինչքան մարդ է հացադուլ հայտարարում։ Այնտեղ շատ ավելի այլ քաղաքացիներ կան, հենց քաղաքացիներ, ում գործերը կարելի է մոտ վերանայել, որովհետև ձեր ժամանակների, ձեր սիրելի Սերժերի ու Քոչարյան Ռոբերտերի ժամանակվանից գլխներին սարկած նստած են։ Այնքան հացադուլ են արել այդ մարդիկ, ականջալու լինողնով է եղել։ Դու մի ամբողջ հաց բերողի սպանեցին, դու ով ես։ Հացադուլ։ Հիմա տեսեք Աշոտյանը ոնց է պատասխանել Սալավյովին, հայրենա տենչ պետական գործիչը, նայեք ինչ է խոսում։ Արմեն Աշոտյանը գրում է. Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրևի տեղ սխացնող Նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սալավյովի անհաջող ձևակերպումներով ռուսաֆոբիայի կրակը վառ պահելու գործին։ Սալավյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի, ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ նման հնարավորություն չունեմ, այլևս սովորական է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսևորում են Սլով պասուդնեի լավգե առակի հերոսի կեցվածքը։ Զարմանում եմ, թե ինչ կարելի է հետևողականորեն Թե ոնց կարելի է հետևողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում քարոզչական։ Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսաֆոբիան։ Բա ոնց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները կամա թե ակամա սնուցում են այդ կուտոկին սավպադինիե։ Ահա Աշոտյանի պատասխանը Սալավյովին։ Եկեք մի երկու տողը մի քիչ լուսաբանելով գանք։ Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրևի տեղ սղացնող Նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սալավյովի անհաջող ձևակերպումներով ռուսաֆոբիայի կրակը վառ պահելու գործին։ Այսինքն Սալավյովի այդ կոչը ինչի համար Ռուսաստանի դեսպանը կանչվեց արտգործնախարարության եւ բավականին կոպիտ ձևակերպումներով բողոքի նոտա հղվեց ամբողջ համացանցում, էլ մարդ չի մնացել երևի, որ ուղիղ չդատապարտի, այդ կոչը ըստ Աշոտյանի դա ընդամենը անհաջող ձևակերպում էր։ Չէ, անհաջող ձևակերպում։ Լուրջ։ Սա մեկ, երկրորդ։ Էրդողանը, Ալիևը, Ֆիդանը, Բայրամովը մեր ռազմավարական գործընկերները չեն։ Արի դու ստեղ պղտոր ջրում ձուկ մի բռնի Աշոտյան։ Որովհետև Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի հայտարարությունները, երբ որ իրենք մեր բնական թշնամիներն են եղել կարելի ասել եւ որոշակիորեն դեռ կան։ Այսրանց հայտարարությունները մեր պետական մարմիններով, պետական մակարդակի ամեն մեկին իր համապատասխան։ Նրանց ԱԳՆ-ինը մեր ԱԳՆ-ն, նրանց ղեկավարինը մեր ղեկավարը։ Շատ լավ ձևով հակադարձվել է։ Այլ բան է, որ այս Սաթիկ Նյուզը, Սաթիկը հենց անձամբ Սերյանյան, ում հյուրն ես լինում շաբաթ առնվազն 3 անգամ, իր լրատվական գործընկերների հետ միասին ավելի հակված է Ալիևի խոսույթը հրապարակի, քան վարչապետի պատասխանը։ Հակված է ավելի շատ Բայրամովի խոսույթը հրապարակի, մի երկու բան էլ ավելացնելով, ճոխացնելով, քան արտգործնախարարության պաշտոնական պատասխանը։ Սա էլ բան է։ Բայց եթե դու դա անում ես ձեր էլեկտորատին համոզելու համար, թե այստեղից պատասխան չի հնչում, կներես, սխալվում ես, եւ կարելի է այ հենց այս հրապարակմանը տակ դնել այս 5 տարիների ընթացքում բոլոր պատասխանները եւ դնել են վիդեոները, որտեղ որ Սերժ Սարգսյանին ինչ ուզում ասում էին, թքում մրում էին, իսկ ինքը ցույց լուր կատվի նման նստած էլ մի բան էլ աշկը կպնում էր։ Հասկացա՞ր։ Ում ես, ինչն ես ինչի հետ համեմատում։ Իբր իմիջիայլոց նույն ձևակերպումով աչքի անկել Իշխանը Սաղաթելյան։ Դատապարտում ենք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, ընդամենը, բայց լուր եք Ադրբեջանի ու Թուրքիայի ուղիղ սպառնալիքների հանդեպ։ Իշխան Սաղաթելյան, դաշնակցական բանը։ Այսինքն լուր չեն, բայց դու իսկապես տեսեք, ցնդաբանությունը, սրանք կոչվել են քաղաքական գործիչներ ու դիվանագետներ։ Դուք սրանց նայեք։ Այսինքն, այս մարդը ասում է, որ այ
Թուրքիան ու Ադրբեջանը մեզ համար եղել են նույն ռազմավարական գործընկերը, ունեցել են մեր հանդեպ նույն պարտավորությունները, ինչ Ռուսաստանը։ Այս մարդը իր բերանով խոստովանում է, որ ռուսը, թուրքը, ադրբեջանցին նույնն են։ Նույնն են։ Պարզապես իրանք ռուսները մի քիչ ավելի սպիտակ են, իրանք ռուսներին են շատ սիրում։ Այս սա է սրանց քաշը։ Այս սա են հենց իմի ասում։ Բա որ ասում ենք դուք ռուս-թուրքական պրոյեկտ եք։ Ինչի համար եք տենց սավինները վերցնում ընկնում հետևներից ես։ Ես դուք ես ձեր իշխան Սաղաթելյանի հայտարարությունը գնացեք իր հետևից ընկեք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Տաշիր Սամոնել, ովքեր որ հայտարարել էին, որ հունվարին իրենք կներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին, որը ընդունելի կլինի բոլորի համար, չգիտես այդ ինչից են վերցրել, ինչ հաշվարկ են արել, ոնց որ դա չեն ներկայացնում։ Իմիջիայլոց նրանք էլ հայտարարություն էին արել, եթե կարելի է դա հայտարարություն համարել։ Մի կողմից Սալավյովն ասում է Սամվել Կարապետյանը իմ մտերիմ ընկերն է, մյուս կողմից Նարեկ Կարապետյանը անում է մի հատ հայտարարություն, թե մենք մեր բարեկամներին եւ հարևաններին հարգում ենք, բայց մենք զավելի ենք հարգում։ Սա Սալավյովին պատասխան։ Ցնդելու բան է։ Սա նոր ուժն է։ Այն որ իրան ներկայացնում են նոր ուժ, ուժեղ ուժ, չգիտեմ, դուրս գանք բոլորի ստրկությանը, դադարենք կզած մնալ։ Կզածը որն է, սողում եք։ Սալավյովի մի հայտարարության դեմ սողում եք, դուք պատկերացնում եք, որ Պուտինը մի հատ հայտարարություն անի ինչ կլինեք, քարուքանդ կլինեք, քարուքանդ, կասեք եկեք մենք ձեր զորքին կառաջնորդենք ինքներս, մեր ձեռքով Հայաստան ցավը տանը, մենակ մեզի մի նեղացրու։ Եվ համարձակ դրսևորումներով կներեք, բայց հեղափոխությունից հետո ենք մենք տեսել պետության ներկայացուցիչների համարձակ դրսևորումներ։ Հիմա ուզում եք այդ ընդունեք պաշտպանել հատուկ ձևով, ուզում եք մի ընդունեք, ինչ կա այդ եմ ասում։ Չէ, մենք հասկանում ենք իհարկե Սալավյովի ու Կրեմլի մտահոգությունը, խնդրեմ։ Հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ահա թե ինչու է աղմկում գետը։ Ահա ինչու է աղմկում։ Դերսերանցից էլ կան մեկնաբանում ասում են, հա դե նույն ճանապարհը ռուսներին չտվեցիք ամերիկացիներին, իսկ ռուսները ճանապարհին ինչ նույն բաներն էր դրանք։ Ռուսները ուզում էին FSB վերահսկողություն սահմանեին, վերցնեին այդ հա նախ Միջանցք, հետո էլ այդտեղ իրանք նստեին ու տենց Հայաստանին դնեին վատ վիճակի մեջ։ Միացյալ Նահանգների հետ համատեղ լուրջ ռուսները հələ թող այն ինչը որ վերցրել են, այն ինչը որ Քոչարյան Ռոբերտը նվիրել է, թող հələ այդտեղ իրենց փայ ներդրումները անեն, իրենց բաժին ներդրումները, հետո կխոսենք։ Եթե Ռուսաստանը իր բաժին ներդրումները այդտեղ աներ, իր պարտավորությունները կատարեր, դժվար թե Հայաստանի Հանրապետությունում լիներ այսքան բան։ Հա, իմիջիայլոց վերադառնալով Աշոտյանի գրառմանը մի բան էլ ասեմ, ինչ ռուսաֆոբիայից ես ուզում գնաս խոսած։ Հայաստանի Հանրապետությունում ռուսաֆոբիա կա։ Այսինքն դու ուզում ես գնաս բանը դանոս տաս, հա? Այսինքն դու որ ասում ես ես կգնաս Սալավյովի հետ հարցազրույց կտեք, իսկ այդ հարցազրույցին կասեիր, որ ինքը ապուշ թշնամական հայտարարություն ա արել։ Թե նրան կփորձեիր բացատրել, որ գիտես, քանի որ Հայաստանում կա ռուսաֆոբիա, գուցե դու ճիշտ ես ասել։ Հայաստանում ռուսաֆոբիա չկա։ Եկեք գնանք, երեկոները Հյուսիսային պողոտայում սաղ ռուս են։ Եկեք գնանք բան անենք, հարցում անենք։ Դրանից ավելի լավ տարբերակ, այս ամեն ինչը ճշտելու չկա։ Դուք կեղծ, Հայաստանի վրա դանոս եք բերում, որ Հայաստանում նացիստներ են, գիտեք, ու բերում եք ոչ միայն Ռուսաստանից, որովհետև երբ որ դուք ասում եք բանը
ռուսաֆոբիա կա, դա նշանակում է, որ ամեն ինչ ազգաֆոբիա էլ կարա լինի, իմիջայլոց հնդիկներին ծաղրելը այդ նույն շարքից է, որպեսզի աշխարհին ներկայանանք նացիստներ, եւ աշխարհը չցանկանա մեզ հետ աշխատի, ոչ միայն Ռուսաստանը չցանկանա, այլ նաեւ աշխարհը, այսինքն դուք պետությանը դնում եք ծանր վիճակի մեջ, որպեսզի դա կարողանաք գեներացնել դրանով քաղաքական դիվիդենդ 26-ին գաք, ասեք դուք ձեր դեմքով գուցե չգաք, բայց ձեր ճուտիկ բուլիկներին ուղարկեք, սրանք էլ գան, թե բա այո, այսպես չէ, այնպես է։ Դա չի։ Եվ ձեր գործունեությունը ոչ թե մեզ է վնաս տվել, հələ սերունդներն էլ են այդ առնելու։ Նենց որ այդ նախկին ներկազրույցը դեռ երկար կգնա, ցավոք սրտի, բայց հուսամ ոչ վճռական ամեն անգամ բանի կկանգնենք, էլի, ընտրության առաջ կկանգնենք վճռական։ Ոչ, ձեր գնահատականը պիտի գրվի, դրվի ու ճանապարհ տրվի։ Վերջ։ Խարա։ Ուրեմն որոշել էր Նարեկ Կարապետյանը բան աներ, շատ խելացի մտահոգ մարդու կերպարով հանդես գար, ես պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանն էլ արձագանքել էր բնականաբար դրան, եւ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանի պատասխանը Նարեկին, իհարկե սկզբից Նարեկի խոսնագնում մի փոքր արագացրած, հետո Արայիկ Հարությունյանը պատասխանում է, խնդրեմ որպեսզի այդ տեսանյութը մի հատ դիտենք բոլորով։ Ձեզ սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, երեք ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին, Նարեկ Կարապետյանը, մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ համեմատում էր Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Դանիայի թագավորական ընտանիքների բյուջեները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բյուջեի հետ։ Իհարկե միջազգային ֆինանսական կառույցները եւ ֆինանսիստները հիմա կախվել են այսպիսի կոպիտ եւ սխալ հաշվարկներից, բայց ես կուզեմ սրան անպայման անդրադառնալ։ Նարեկ ջան, այսպիսի բաներ մի արա։ Ես հասկանում եմ, ինչ եմ ասում Նարեկ ջան, որովհետեւ որոշակի հարաբերություններ ունեցել եմ նրա հետ եւ ինձ համար տարօրինակ է իր կեսվածքը, որովհետեւ նախկինում այդպեսին չի եղել եւ նրանք կարծես արհեստականորեն այս հորձանուտի մեջ են գցել եւ դա իրանը չի։ Ուրեմն Նարեկ Կարապետյանն ասում է հետեւյալը. Վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացի 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Որպեսզի հասկանաք, Հայաստանի վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքը իրար հետ վերցրած։ Հիմա դուք լսեցիք, նախ абսուրդ է համեմատել թագավորական ընտանիքների բյուջեները երկրի ղեկավարի բյուջեի հետ, որովհետև օրինակ Դանիայի թագավորական ընտանիքի բյուջեում չկա տեսչական մարմինների գրասենյակի ուրեմն գումարներ եւ տեսչական մարմինների քաղցառայության, Սփյուռքի հանձնակատարի գլխավոր գրասենյակի անվտանգության խորհրդի գրասենյակի, բայց այս էլ ոչինչ։ Նայեք, ինքը ասում է 4 անգամ եւ սուտը սրանում է կայանում։ Ես խնդրել եմ հանել թվերը եւ այդ համեմատական թվերը հեչ իրենց օգտին չի։ Ուրեմն, քանի որ մենք 18 թվականին անցել ենք պարլամենտական կառավարման ձևի, ես խնդրել եմ, որպեսզի գումարները տան 2010 թվականին, երբ որ Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, գումարները տան վարչապետի աշխատակազմի եւ այն ժամանակ կառավարության եւ նախագահի, եւ այդ թիվը կազմել է 29 միլիարդ դրամ 2010 թվականին։ 2026 թվականին երկու բյուջեները միասին նախագահի եւ վարչապետի աշխատակազմի կազմում են մոտ 27 միլիարդ դրամ։ Եվ սա ոչ այլ ինչ է կան աղաղակող սուտ, բայց այս էլ մի կողմ։ Ես խնդրել եմ, որպեսզի համամասնությունները հանեն 2010 թվականի բյուջեում այդ գումարը քան տոկոս է կազմել եւ 2026 թվականին։ Եվ Նարեկ ջան, էլի սա քո օգտին չի ընդհանրապես, որովհետեւ 2010 թվականին այդ բյուջեի մեջ 950 միլիարդ բյուջեի մեջ այդ գումարը կազմել է 3.1%, իսկ այս տարի նայ հայրիկի ժամանակվանից 4 անգամ ավելացրել ենք բյուջեն։ Ուրեմն այդ գումարը կազմում է 0.8% համամասնորեն, 3.1% եւ 0.8%։
եւ այսպիսի բաներ մի արեք։ Մեզ պետք է լավ ընդդիմություն, դուք վատ ընդդիմություն եք։ Իսկ իշխանության համար լավ ընդդիմությունը նշանակում է առողջ միջավայր եւ առաջընթաց։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ահա, այսպեսի տեսանյութունով էր կիսվել աշխատակազմի ղեկավարը Արայիկ Հարությունյանը, այսինքն, տեսեք ինչ է ստացվում։ Սա խոսում է, քանի որ ճոխ թիվ կարող եմ ներկայացնել ու այստեղ թոշակառուները մի փոքր կենցաղային վատ պայմաններում ապրողները միանգամից կարող են ատելությամբ լծվել իշխանությունների հանդեպ ոնց 65 միլիոն դոլար ասելով մի բան, որի մասին երբեք տեղեկություններ չեն ունեցել մարդիկ, երբեք այդքան թափանցիկ չի եղել, այո, 65 միլիոն դոլար, հիմի, սա կառավարման միջոցների տեսչական մարմիններ, մյուս, նես չի էլի, էդի տուն են տամ, իրանց տան աշխատավարձի փողը չի էլի, դա աշխատանքային պրոցեսի մասն է, բայց, ասում է դա մեկը, ում հայրը 2010 թվականին միայն նախագահի աշխատակազմը 29 միլիարդ դրամ է եղել իրենց բանը, բյուջե։ Հիմա 16 տարի անց, այդ ինֆլյացիաներով անցնելուց հետո, 16 տարի անց վարչապետի եւ նախագահի բյուջեները միասին վերցրած 27 միլիարդ է։ Եթե այն ժամանակ, երբ որ Նարեկի հայրը եղել է աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ ջան, խնդրենք, մի հատ տեսանյութ կհրապարակես, գլուխ գովաս, ասեց, այ երբ որ հայրս աշխատակազմի ղեկավարն էր 2010 թվականին, բյուջեն նախագահի բանի 29 միլիարդ դրամ էր, մի հատ գլուխ գովալով դա ասա դա, ոնց որ լավ բան է, չէ, թե չէ, ահա, հիմա 16 տարի անց, ոչ թե վարչապետի, որը հավասարազոր են ժամանակվա նախագահն է, դեռ վարչապետի ու նախագահի ինստիտուտների ընդհանուր գումարը 2 միլիարդով պակաս է, սա մեկ, երկրորդ, եթե 2010 թվականին, հասարակ թվեր են, 29 միլիարդ դրամը կազմում էր մեր Հայաստանի Հանրապետության բյուջեի 3.6%-ը, 27 միլիարդ դրամը 2026 թվականին 16 տարի անց կազմում այսօրվա բյուջեի 0.8%-ը։ Են էլ են պարագայում, որ քառապատկված բյուջե ունենք։ Հիմա ինձ ասա Նարեկ ջան, կնստես այս ամեն ինչի մասին պատմես այդ նույն դեմքի լրջությամբ քո հետևորդներին։ Չես անի, բայց ես առաջարկում ես 65 միլիոնի թեման շարունակենք այ հենց այն տեսանյութը, որտեղ որ Նարեկը խոսում է, թե այդ 65 միլիոն դոլարով ինչեր կարելի էր անել։ Մի հատված տեղադրենք, եթե կարելի է։ 65 միլիոն դոլար։ Այսքան է կառավարությունը այս տարի հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար։ Բյուջեից մեր ընդհանուր։ Ինչ կարող է անել լավ կառավարությունը 65 միլիոն դոլարի բյուջեով ի տարբերություն այս կառավարության։ Առաջինը կարող է ընտրել մի շրջան, օրինակ Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, եւ պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ օգնել ստեղծել գործարաններ, ֆաբրիկաներ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը։ Մարտունի եւ Հրազդան ամեն տարի մի շրջան։ Երկրորդը ինչ կարող է անել 65 միլիոն դոլարով լավ կառավարությունը։ Հայաստանում կա 20000 մարդ, ով սովի մեջ է։ Այսինքն ծայրահեղ աղքատ ունեն 20000 մարդ։ 65 միլիոն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ եւ հագուստ եւ կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում ամբողջ տարին։ Էլ ինչ կարելի է անել։ Կարելի է 100,000 թոշակառուների ամենաանապահով թոշակառուների ում եկամուտները միայն թոշակներն են, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-ից 25000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքների, հայկական կատնամթերքի, շուկաներից եւ Շնորհակալություն։ Տեսեք, ինչ է ասում, գիտեք,
Կարելի էր 65 միլիոն դոլարով, որ լավ կառավարություն է իր ասելով, այդ տարածքներում կառուցեր գործարաններ։ Ձեզ չտվա թե ես չէի ցանկանա, որ այնտեղ գործեին գործարաններ, ոչ միայն Հրազդանում եւ Մարտունիում, այլ այլ մարզերում, բայց նրա հույսը այն է, որ կգտնվեն անգրագետ հրազդանցիներ եւ մարտունեցիներ, ովքեր այս խայծը կուլ կտան։ Նրա հույսը դա է, որովհետեւ տարական բան եմ ասում։ Նախ ես հենց նոր ցույց տվեցի 2010 թվականին, եթե գործարան կառուցելը ավելի լավ էր, քան աշխատակազմի վրա ծախսելը, ապա հայրդ թող կառուցեր, ոչ մեկի չվճարեր եւ կառուցեր այդ գործարանները։ Ինչն է խանգարել։ Հայրդ եղել է աշխատակազմի ղեկավարը։ Թող կառուցեր դա։ Որովհետև դա այդպես չի աշխատում, չէ՞։ Բենց ես մարդկանց խապում, մեջտերը հույս մտցնում, որպեսզի հետո խլես դա։ Ինչի համար ես դա անում, Նարեկ։ Ինչի համար է այս կեղտոտ խոսույթը։ Սա մեկ, երկրորդ։ Կարող էր թոշակառուներին տալ քարտեր, ովքեր 20-25 հազար դրամ տարեկան ավել գումար։ Սա այստեղ հույսը դրել է մեր 600 հազարից ավել թոշակառուների վրա, որոնց մի մասը իսկապես ծայրահեղ աղքատության մեջ են ապրում։ Լավ, իսկ աշխատակազմը ինչ անելու, վարչապետի ինստիտուտը հանում են կարանքից։ Ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ, եթե դու դառնաս վարչապետ, աշխատակազմը ամբողջովին չի աշխատելու, որպեսզի այդ 65 միլիոնը գնա այդ տեղերը։ Բա ոնց է գնալու, Նարեկ։ Ասենք այդ դպրոցներ դրա համար եք դուք քանդել ձեր հանրապետականներով, որպես այսօրվա դրությամբ կարողանաք մարդկանց խաբել այս կեղծիքներով։ Կարելի էր էս անել, հայրդ թողաներ, հայրդ եղել է աշխատակազմի ղեկավարը Սերժ Սարգսյանի։ Անեիք։ Դուք էլ գիտեք, որ դա հնարավոր չի, դա այդպես չի լինում։ Բայց չէ, ոնց բա մի հատ մարդկանց սրտին չկպնենք, խաբենք, ձեր գործը խաբելն է։ Դուք ձեր քաղաքական պատկերացումների ծնունդը, սկիզբ ակունքը խաբեությունն է։ Մարդկանց հոգիների վրա դուք հոգևորսներ եք։ Բարես ամբողջական իմաստով, այո։ Եվ սրան էլ հակադարձում եղել այ միջայլոց։ Սամվել Կարապետյանի Գերդաստանի օրվա սովորական ծախսը 360 հազար անգամ ավելի է Հերվաշենցի Վարսիկ տատիկի մեկ տարվա ծախսից։ Եթե Կարապետյան Գերդաստանը մի օր զավտրիկ չանի, նախաճաշ չանի, Վարսիկ տատիկը 120 հազար անգամ ավելի լավ կապրի։ Ինչու եք ամեն օր նախաճաշ անում, այդ տիրադավներ։ Նույն Արայիկ Հարությունյանի գրառում է։ Եթե գնում ենք այդ լոգիկայով, ես գիտեք որ լոգիկան է, մի ժամանակ KVN-ի հումոր կար, չէ՞։ Ասում է, եթե ամբողջ Չինաստանը գոնե մի անգամ չնախաճաշի, Հայաստանը 10 տարի կապրի առանց պրոբլեմի։ Հիմա սրանցն է։ Եթե այս ինչը սենց չանենք, այս մարդու մոտ այսքան բան այսպես կլինի։ Այդպես եք պատկերացնում։ Այսինքն դուք արդեն հույսներդ կորցրեցիք ուրիշ տեղեր, մտակ այս տեղը, որտեղ որ ցավալի խնդիրներ եք ժառանգություն թողել, Սերժ Սարգսյանը խառը, Քոչյանը խառը, այսօրվա համար հեսա նստաշրջան է սկսվում։ Նայեք քանի օրենքներ են ընդունվել, որոնք պիտի վաղուց ընդունված լինեին։ Վաղուց։ Լավ, այս թեմա, քանի որ եթերը մոտենում ավարտին, իսկ ասելիքներ դեռ կային, ես ուզում եմ այսօրվա եթերը ավարտել պարոն Աթանեսյանի մի հիանալի համեմատականով գրառումով։ Շատ դիպուկ։ Ուրեմն, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը Facebook-յան իր էջում գրել է. 1920 թվականին հայ-թուրքական պատերազմը, որը Հայաստանի անկախության կործանման եւ տարածքային ահռելի կորուստների պատճառ դարձավ, բոլշևիկա-քեմալական ծրագիր էր։ Բոլորը գիտեք, կան պայմանագրերը, մյուսը։ Գախտնի դարձյալ հայերից թաքուն որոշումներ կայացրած։ Հայաստանը 2020 թվականին դարձյալ պատժվել է ռուս-թուրքական համաձայնությամբ։
Խորհրդային Հայաստանի պաշտոնական քարոզչությունը շուրջ 70 տարի առաջին հանրապետության իշխանություններին անարգանքի սյունին էր գամում, որ մերժել է հայ-թուրքական կարգավորման լենինյան հայանպաստ պլանը, դիմել ավանտյուրայի, վստահելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի սին խոստումներին եւ կործանել Հայաստանը։ 44-օրյա պատերազմից հետո բոլշևիկյան այդ քարոզչակ կաղապարը նույնությամբ կիրառվում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արտառոցն այն է, որ այդ քարոզչության որդեգիր է նաեւ Խորհրդային Հայաստանում հանիրավի մեղադրված ՀՅԴ-ն, որոնք որ պիտի ըստ էության հակառակը լինեն, չէ՞, եթե նայում ես առաջին հանրապետությունը, հետո Սովետ միությունը, բայց քանի որ ճիշտ էր ասել Նարիշկինը, նրանք բոլորը արդեն ներմուծված են այնտեղ, ամբողջովին գտնվում են պակ ազդեցության գոտում, այսօրով FSB-ի։ Հետգրություն։ Առաջին հանրապետության դեմ բոլշևիկը քելմալական ագրեսիան սկսվել է 1920 թվականի սեպտեմբերի 26-ին, 44-օրյան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այս անգամ պարզապես Ալեքսանդրապոլի պայմանագիր չի ստացվել, որտեղ որ Հայաստանը մնում էր 13,000 քառակուսի կիլոմետրով, այս սրանից են բոլբոքված որոշները։ Եվ գիտեք ինչ, ես ունեմ վստահ կարծիք ես իմաստով գնահատական, նրանք փորձում են անընդհատ ցույց տալ, այ եթե Ռուսաստանին պիտի ընտրությունը Ռուսաստանի կամ Թուրքիայի միջև է, բայց ոչ, իրականում նրանք փորձում են թաքցնել այն վատ բանը, որը կա ռուսամետ լինելու մեջ, նրանով, որ այն մյուս բանը թուրքամետ լինելն է։ Այս սա է, դուք վախկոտներ եք, դուք քաղաքական գործիչ չեք կարող լինել։ 100 տարի անց օրով ժամով բերեցին նույն բանը փորձեցին անել, օրով ու ժամով, որովհետև 30 տարի զբաղված եք եղել ոչնչով։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։